Բարի երեկո, բարի գալուստ, բարի ներսարի։ Այսօր ներսում են մարդիկ, որոնք ապացուցում են, որ ռոքն ունի խոսք, իսկ հայկական երաժշտությունը ծանր ռիթմ։ Շուտով դիմավորեք Բամբիր խմբի տղաներին, Նարեկ Բարսեղյան, վոկալ ու էլեկտրոկիթար, Արման Քոչարյան, բաս գիտար և բեք վոկալ, Վարդան Փարեմուզյան, հարվածային գործիքներ։ Այս տղերքը գիտեն ոնց խառնել հայկական ֆոլկը և ռոքը առանց խառնաշփոթ ստեղծելու։ Ու բնականաբար նրանց դիմավորում է ոչ այլ ոք, քան մեր բոլորի ընկեր ու կարտակների վարպետ Ներսես Ավետիսյանը։ Բարի երեկո և բարի գալուստ ներսարի գիշերային շոուի տիրույթ։ Ժորժ ջան, կա մի տեսակ երաժշտություն, որ լսում ես ու ուզում ես միանգամից կամ քարտ աշել, կամ բեմ բարձրանալ, կամ ուղղակի կյանքը սիրել, մի քիչ ավելի բարձր։ Ու դա բնականաբար ռոքն է։ Հայաստանում ռոքն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն։ Եթե բեմում խենթություն չանես, դու ռոք չես։ Ու դու տարիների ընթացքում պետք է դա հասկանաս, որ իսկապես դիպչես մարդկանց սրտերին։ Ու գիտեք, հիմա ռոքը Հայաստանում նոր ալիքի վրա է, ինչ որ այլ բան է դարձել։ Ու կա նաև ռոքը բամբիրի տարբերակով, այնպես որ հոգիդ, ոտքդ ու սիրտդ միանգամից սկսում են շարժվել։ Ռոքը այսօր պետք է մի բան ապացուցի, որ մենք ձայնային ուժ ունենք։ Իսկ եթե լայն հնչում է հայկական հոգով, ուրեմն իսկապես նոր շունչ ունենք։ Բայց մինչ ներս կգան բամբիրի տղաները, եկեք ողջունենք մեր ռոքերներին, Ներսայի նվագախմբին և Ռութլայնին։ Տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք։ Ու հրաշալի երեկո ենք ունենալու, վստահ եմ, ոնց եք։ Թույն, շատ թույն, նամանավանդ եթե թեմատիկան ռոք է, ես արդեն իմ դրախցել ոգևորված ես, հա։ Վա, դու այն արտիստներից ես, որ շատ ունիվերսալ երգիչ ես ու կարողանում ես երգել ցանկացած ոճում, ասա ոնց են քո հարաբերությունները ռոքի հետ։ Ես գիտեմ, բայց պատմիր մեզ։ Իրականում իմ ամենամեծ սերս հենց ռոքն է, ես չգիտեմ, մինչև անցնել է հենց կատարողականությանս, իմ ստեղծագործական կյանքս լի է եղել հենց ռոքով ու կարիերայի սկիզբը որտեղ քեզ մարդիկ երկու հոկանոց խմբով կախոն գիտարով ինչ որ ռոք վիճակների մեջ է եղել, հետո ունիմ գրված երգեր ռոքի մեջ, որոնք վստահ եմ մի օր կհանձնեմ հանդիսատեսին։ Ես էլ եմ վստահ ու սպասում եմ անհապերությամբ, վա, բայց հիմա ուզում եմ իմանալ, թե որն է քո ամենասիրելի ռոք գործը, որը միշտ քո կյանքում կլինի քեզ հետ։ Ներս չեմ կրնամ է բանում առանձնացնեմ, այսինքն կրնամ առանձնացնեմ ինչ որ բենդեր։ Լավ, արի մեհադում բոլորին խորհուրդ կուտամ լսել Rival Sons Keep on Swingin', մեկը Pearl Jam, Even Flow, բայց իրականում ավելի ու ավելի լեգենդարներն էլ կան, պրոստը սոնք իմ անձնական սիրելի գործեր։ Սրտի գործերն են ռոքային։ Լավ, ես առաջարկում եմ այս պահին ձեր կատարում մի ռոքային գործ, որի ընթացքում ես էլ գնամ խառնելու ու օրինելու նոր կոկտեյլը Վիենդեմ կոնյակի հիմքով։ Գնացինք եթերում Ներսարի գիշերային շոուն է։ I'm gonna send you back to school, way down inside. Honey, you need it. I wanna give you my love. All I wanna love. All I wanna love. All I wanna love. Ահա, այսպեսի ֆանտաստիկ էմոցիաներով անցնում ենք առաջ եւ այո, մեր հիանալի գործընկեր Վիենդեմ կոնյակը հենց այն պահերի համար է, երբ ձայնիդ մեջ ուզում ես ջերմություն, իսկ հոգուդ մեջ ռիթմ։ Լսում ես բաժակն ու զգում ինչքան լայն է սիրտդ բացվել։ Պարզվում է, որ Վիենդեմ կոնյակով կարելի է սարքել Rock and Folk կոկտեյլը ի պատիվ Բամբիր խմբի, որը շուտով
ներսում կլինի։ Ասեմ բաղադրությունը, ուրեմն ես արդեն լցրել եմ շեյքերի մեջ V&M կոնյակ 50 միլիգրամ, այստեղ 200 միլիլիտր է, որովհետև մենք 4-ով ենք խմելու, դուք էլ տանը պատրաստելիս մեկ անձի համար բազմապատկեք այս միլիլիտրերը, որոնք ձեզ կասեմ հիմա։ Ուրեմն V&M կոնյակ 50 միլիլիտր, կիտրոնի հյութ 20 միլիլիտր, ես լցրել եմ անգամ 4, չերի լիկյոր 15 միլիլիտր, լավ խառնում ենք այդ ամենը սառույցի հետ մեկտեղ։ Ու պետք է իսկապես այնպես անել, որ լավ խառնուրդ ստանանք շեյքերի մեջ, վերջում ավելացնելու ենք գազավորված ջուր, բայց դրա ժամանակը չէ։ Ուսամ ինձ մոտ լավ կստացվի Rock and Folk կոկտեյլը հատուկ բամբիրի արտիստների համար։ Աչկա չափ եմ ասել է։ Շնաց ուր էր ստեղ աչկա չափ, միլիլիտրերով ամեն ինչ ճիշտ լցրել եմ։ Ահա, վերջում ավելացնում ենք խոստացված գազավորված ջուրը։ Վերջ, դուք ինքներդ տանը կարող եք պատրաստել V&M-ի հիմքով այս հրաշալի կոկտեյլները, ուրեմն սրանք easy mix-եր են եւ մենք հատուկ ամեն անգամ ձեզ ներկայացնում ենք հենց նման տարբերակի կոկտեյլներ, որ դուք կարողանաք տանը շատ հեշտ պատրաստել ու վայելել ներսարին ձեր անմահական V&M-ի հիմքով պատրաստած կոկտեյլներով։ Ահա, Rock and Folk կոկտեյլները եւս պատրաստ են, այնպես որ ես շտապում եմ դեպի իմ սեղան։ Իսկ հիմա կարճ դադար, որից հետո բամբիրի ֆանտաստիկ արտիստները կլինեն ներսում։ Գնացեք։ I don't wanna close my eyes, don't wanna fall asleep, 'cause I miss you, baby, and I don't wanna miss a Այս տղերքն ենքան ռիթմ ունեն, որ անգամ դադարն է ռիթմիկ դառնում։ Հերու չգնաք, բամբիրն է ներսում։ and I don't wanna miss a thing. Рядом с тобой, если любимым остановись, это насилие, прямо скажи мне, и тему закрыли. Ты так красива, невыносима, рядом с тобою, быть любимым остановись, это насилие, прямо скажи мне, и тему закрыли. Մենք վերադարձանք, եթերում շարունակվում է Ներսարի գիշերային շոուն։ Կոկտեյլները պատրաստ են եւ հիմա ժամանակն է, որ ներս հրավիրենք այս երեկոյի աստղերին։ Կարծում եմ հեռուստադիտողների մի քանի սերունդ շատ հստակ գիտակցում է, թե ինչ է բամբիրը։ Խումբը ստեղծվել է Գյումրիում դեռևս 1978 թվականին երաժիշտ Ժակ Բարսեղյանի նախաձեռնությամբ։ Պատկերացնում եք, դա անցյալ դարում էր, սիրելի մարդիկ։ Ինչ ուժ պետք է ունենա երազանքը, որ կարողանա փոխանցել ժառանգությունը։ Մեր երկրում այսպիսի գեղեցիկ շարունակականությունների շատ չես հանդիպի ու հիմա խմբի երկրորդ սերունդը Նարեկ Բարսեղյանի գլխավորությամբ հաջողությամբ շարունակում է այդ ժառանգությունը։ Բամբիրը շարունակում է ստեղծել նոր երգեր, հավատարիմ մնալով հայկական եւ ռոք երաժշտության յուրահատուկ խառնուրդին։ Այս խումբը ոչ միայն երաժշտություն է, այլև մշակութային երևույթ, խոր արմատներով եւ անսահման եռանդով, այնպես որ դիմավորեք Բամբիր խմբի տղաներին՝ Նարեկ Բարսեղյան, վոկալ եւ էլեկտրոգիտար, Արման Քոչարյան, բաս գիտար եւ բեք վոկալ եւ Վարդան Փարեմուզյան, հարվածային գործիքներ։ Այս տղերքը գիտեն ոնց խառնել հայկական ֆոլքն ու ռոքը առանց խառնաշփոթի։ Ներս եկեք։ Citroen Chaposure, Chapoen, Citrinovaci, Engel Margo Uvazani, Malita Verdes Ruban, Zelson, Zespahaban, Lenaga, Nego Temetruban, Hey Jan Jan, Ingamre, La Pupatravan, Yes! Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ տղեկ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ որ այստեղ եք, ոնց եք։ Շատ լավ, իսկական։ Ֆանտաստիկ, մենք էլ ենք շատ լավ ու շատ ուրախ որ դուք ներսում եք։
Դե գանք մի քիչ սկզբից զրույցի դեպքում ինձ շատ հետաքրքիր է Նարեկ ընդհանրապես ոնց խորհրդային կարգերի ժամանակ սովետական Լենինականում ստեղծվեց ռոք խումբ Բամբիրը ու ոնց նաև ծնվեց անվանումը։ Այս պատմությունը վստահ եմ դու լավ գիտես կպատմես։ Ուրեմն խումբը ստեղծվեց 70-ներին, բայց պետք է հասկանանք, որ 68 թվականից տղաները նվագում էին։ Կարելի ասել, երբ որ Beatles-ը պոպուլյար դառավ, այդ նույնիսկ մտավ սովետական միություն, այնտեղ Գյումրի կապ չունե Մոսկվա թե Գյումրի, բոլոր ուզում էին ռոք-ն-ռոլ նվագեին։ 68-69 թվականին Արմանի հայրը Ռոբերտ Քոչարյանը, որը դրամատուրգ է, Ջագը եւ իրանց ընկերները, իրանք որոշում են նվագել rock music ու քանի որ Beatles-ը շատ մեծ է, իրանք որոշեցին, որ արեք մենք Rolling Stones երգենք։ It's ավելի cool է Rolling Stones-ը ու դա նույնիսկ Ջագի մականունը Ջագեր մնաց Միք Ջագեր Van Rolling Stones երգելուց։ Ու տղաները նվագում են այդ ժամանակ շատ կարիքը կար Սովետ միությունում ջահելությանը լսելու ռոք, որովհետև ինքը շատ underground էր, underground լինելով նաև շատ կար դրա կարիքը, որովհետև ուզում էր ըմբոստանալ։ Անցնում են տղաները նվագում են ու 78 թվականին Ջագը որոշում է հետո բանակից հետո որ վերադառնում են արդեն անգին քարերի չեն լինում ու Ջագը Բամբիր է հավաքում, բայց պետք է հասկանանք մինչև Բամբիրը տղաները շատ աշխատում էին Սերտ թատրոնի հետ Գյումրու։ Այն ժամանակ դու եթե պարտիական չէիր, դու չէիր կարող քո սեփական երգերը բեմից երգել։ Իսկականից ռոք տղաները Ջագի պես իրանք չէին կարող պարտիական ու կոնկրետ խնդիրներ ու թատրոնը օգնում էր շատ դրա համար, որովհետև որպես ինքը հովանավոր էր կանգնում, որ այդ տղաները կարողանան երգեն ու շատ ներկայացումներում Սերժ Ջասատանա 75 թվականին, մինչև Բամբիրը ստեղծվել է, արդեն հնչում էին Ջագենց Բամբիրի երգերը։ 78-ին Ջագը որոշում է, որ պետք է լիքը ֆոլք օգտագործենք, որովհետև գուցե այն ժամանակ ըմբոստ լինել էր նշանակում ֆոլք նվագել, որտեղ Սովետում շատ ավելի նայում էին, որ նոր մարդը, բան։ So այդ շատ լավ սկիզբ էր ու տենց սկսվեց Բամբիրը։ Ֆանտաստիկ, ու մենք այսօր ունենք ձեզնով Բամբիրը ու խոսենք այս սերնդափոխության մասին, հա, ու նաև շատ կարևոր շարունակականության մասին։ Դե սերնդափոխությունն էլ ծնված օրվանից Նարեկի այդ նույն միջավայրում էր մեր ծնողների հավաքույթների ու բաների ժամանակ մենք անընդհատ իրար հետ մեծանալ ու տեսնել ոնց են նվագում, ոնց է անընդհատ մեր շուրջը երաժշտություն։ Ու իհարկե որոշեցինք անակնկալ անենք, մերոնք Միացյալ Նահանգներում էին թատրոնով մի երգ սովորեցինք։ Ու գնաց, խումբը ուրիշ անուն ուներ։ Էնեի, հա։ Էնեի, Նարեկ Արման, բայց մենք ապրում ենք սենց շատ սիրելի տրադիցիոնալ Հայաստանում ու ասում էին հա դե Բամբիր ջահելներն են էլի ինչ ուրիշ անուն Բամբիր նպատակում փառատոն կար, մենք պիտի նվագեինք արդեն, Ջագն էլ հետներս եկել էր, հաղորդավար ասում է ինչ ոնց հայտարարեմ խմբին, Ջագը Էնեի մոռանում ասում է Բամբիր հայտարարեք, տենց մենք էլ Այդ առաջի ելույթը։ Այո, Երևանում առաջի ելույթը, որտեղ մենք կուլիսներում կանգնած ենք ու սպասում ենք, որ պետք է մեր տարօրինակ խմբի անունը ասեն, այն չգիտեմ ինչ, ու հայտարարում են Բամբիր, մենք sense Մոնտրեժնում Բամբիրը ստեղ չի, բանում մեզ են տառում, հելեք բեմ Բամբիր, բան։ Ու նշվեց մեր անունը Բամբիր, այսինքն ժողովուրդը մեր անունը դրեց, ոչ թե մենք որոշեցինք, որովհետև Ջագի մնար ասում էր գնացեք բան ագրոկուլտուրայով բախեք։ Գյուղատնտեսությունը ավելի լավ բան էր, որ դուք առաջին անգամ արդեն Բամբիր անունով ներկայացաք։ 97-98։ Վաու։ Ու ես ձեզ ներս կանչելուց առաջ խոսեցի նաև rock folk, հա, համադրության մասին, բայց հիմա ձեր վերջին ալբոմը լսելով նաև մանավանդ կարող եմ ասել, որ դուք ձեզ հետ հիմա նաև բերում եք նոր ոճ, նոր ուղղություն, նոր մտածողություն։ Այս նոր ալբոմում ինչ որ լիքը նոր բաներ կան, update-ները շատ են, այ կուզեմ սրանց մասին մեզ պատմեք, ինչա տեղի ունեցել։ Նախ Նարեկի պեդալներն են փոխվել պեդալ։ Գիտարից պեդալներն են շատ։ Մենք մեզ զանգվել ենք սովորել։ Կտրուկ փոփոխություններ կան ուղղության, հա, ամեն դեպքում։ Հա, ամեն դեպքում օրինակ անցած տարվա մանկական խաղեր ալբոմը, որը թողարկեցինք անցած տարի, ինքը մի սաունդի մեջ էր, ուներ ինչ-որ նաև կոնցեպտ, հայերեն լեզվով էր։ Այս նոր երգերը, որ դուրս են գալիս, այսօր կլսենք Transcendence, Lose Yourself, ամիս առաջ դուրս եկավ, իրանք լրիվ նորովի ուրիշ բան են։ Մենք ճիշտ է մի քանի տարի որպես Freedom is expensive, sense
sub անվանման տակ այդ պրոյեկտը այդ երգերը տենց ստիլով ներկայացնում ենք, բայց կարծում ենք, որ ժամանակն եկավ Բամբիրի համար, որտեղ Բամբիրը միշտ կա, ոչ մեր ուզելով 70-ներից սերնդա փոխվում է ու միշտ տարբեր ժանրեր են լինում, որովհետև եթե ճկունությունը կորցնես, կապը կկորցնես իրականության հետ, ինչը որ դառնում է չոր կոպիտ, ինքը գնում է դեպի անկում, իսկ ինչը որ ճկուն է կարող է փոփոխվել, բան ինքը մնում է ավյունով երիտասարդ, այդպես։ Վերջի ալբոմների մասին խոսենք ու ինձ հետաքրքիր է նաև շատ արձագանքը ինչ ֆիդբեք եք ստանում մարդկանցից, ովքեր տասնամյակներով լսում են արդեն Բամբիր։ Հենց այս վերջին նյութերից խոսամ, մանկական խաղերի ինքերանով հետաքրքիր ունեցավ, ավելի սոցիալ քաղաքական sense աստառ ուներ։ Այս նոր երգերը մենք երկար ժամանակ անգլերենով Բամբիրով չենք երգում, որովհետև կարծում ենք, որ նախավարաճ ուզում ես հասանելի լինես մարդկանց հետ ու մեծ շփվում ես, իրանք հասկանան ինչի ես այդ ասում։ Բայց երբեմն երգեր կան, որ ուզում ես, որ շատ ավելի մարդ զգա կամ տեմպո ռիթմը քեզ ստիպում է ուրիշ լեզվով երգել։ Այս անգլերեն ալբոմ կդառնա, որի անունը Stranger Within է, ներսիդ օտարը, կարելի ասել։ Դա մեր ներքին տարօրինակ գժությունների, մեր addiction-ների, կախվածությունների հետ կապված ալբոմ է, որը ամեն մեկս մի ձևի ունենք, մեկ ինչ-որ խմիչքի, մեկ ինչ-որ մարդկանց, մեկը խաղալու, մեկը տարբեր ու փորձել ենք ամեն մեկս որ ապրում ենք դրանց շուրջ փորձենք երգեր կառուցել ու փորձել հնարավորինս մեր անձնական ինքնաարտահայտումը էլի նման կոնցեպտների շուրջ կոչվում է օտարը ներսում այսօր կլսենք Transcendence երգը որը լրիվ դնում է թե մենք ուր ենք ապրում որը կարծես մի հատ freak show-ի մեջ ենք ընկել ու կարծես այո վերևից մեր վրա կապ Ներսարի էլի օտարը ներսում նոր ալբոմը մոտավորապես Ներսարի Խոսենք նաև տեքստերից, ոնց են գիրվում ձեր տեքստերը, ովքեր են մարդիկ, ովքեր ձեզ գուցե նաև օգնում են։ Չէ, ինքնուրույն, այսինքն ինքնուրույն ալբոմ լրիվ։ Այո։ Այսինքն եթե Արմանը երգա գրում, ապսետ ինքն է տեքստերը գրում, եթե խոսքնակ ես եմ գրում, ես եմ փորձում տեքստերը գրել։ Հա։ Հետաքրքիր կլինի մի օր համագործակցել, որտեղ ինքը թիմային աշխատանքն էլ առանձին բան է, կողքից երգրողներ, բամա, բայց հենց հիմա կարծես թե կա լիքը ասելու բան ու դեռ կարիք չկա այտենց կոնկրետ ձեր ասելիքները, մեսեջները պետք է հենց կա ու ես կարծում եմ որ արվեստը գնահատում եմ հենց այդ ինդիվիդուումի որովհետև ունիկալ պետք է լինի իմ համար ամենակարևոր գաղտնիքը որ ինքը յուրահատուկ նայվի արվեստում այդ շատ կարևոր է յուրահատկությունը հետո գալիս են մյուս տեխնիկական բաներ էլի առաջինը ինչի համար եւ ինչպես երրորդ տեղն անգնում թե ինչպես է արված էլի երևի առաջնային ինչ էր էս երգը ինչի մասին էր ինչի համար էր այս ավելի կարևոր է վերջին շրջանում շատ ակտիվ եք համեմատած ինչ որ ինտերվալի, ինչով է այս պայմանավորված, ինչ որ շատ ուրախալի է, անընդհատ ապդեյթներ կան, թարմացումներ կան։ Լավ пассив ենք, օգնեցինք այդ։ Հա, ինչ եղավ, ոնց եկաք այս որոշմանը, որ պետք է նորից մի հատ շատ նոր ալիք սկսել։ Հա, նախավարաճ ցպնվել ենք տարբեր պրոյեկտների մեջ ու Բամբիրը sense կարծես սառեցված էր, բայց ամեն մեկս պրոյեկտներ էին կանում, այս վերջի 5 տարին մոտ ստուդիա 40 օրյայի ընթացքում ստեղծվեց մի հատ channel, մենք հավաքում նկարանումներ էինք անում, խմբերը գումար էին հավաքում, այդ դարձավ ստուդիա, Երևանում ստուդիաներ փակվեցին, եկանք մեր մոտ sense ժամանակ էր, որը պետք էր տրամադրել նման տեսակի գործերին ու տրամադրեցինք հարակից պրոյեկտներ կային Freedom is expensive, բան սա ամփոփվեց հետ Բամբիրի մեջ ու երբեմն մեկ հոգնում ես, ասում ես կարող է ուրիշ բան անեմ, ուրիշ բանով զբաղվեմ, կյանք է էլի։ Ու մենք մեզ միշտ ազատ ենք տալիս դրա մեջ, էլի չենք ստիպում, որ ստրկանան կամ պայմանես մեր բանն է։ Բայց սիրում ենք բնական ուղին ուր որ քեզ տանում է ու եկավ էլի Բամբիր բերեց մեզ, զգացինք բրծում չունենք Բամբիրից, այսպես մենք Բամբիրինն ենք, Բամբիրն է մերն է։ Եվ դա հրաշալի է, որտեղ մենք ունենք հնարավորություն վայելելու նոր ու ֆանտաստիկ գործեր։ Վերջին գործը, որ ձեր կողմից հրապարակվել է, Transcendence գործի մասին է խոսքը, 2 շաբաթ առաջ մոտավորապես։ Այո։ Այս գործի մասին ինչ կպատմեք, մեզ ոնց ծնվեց այս մեկը։ Նախ եւ առաջ ասեմ, որ իր հայերեն մի փոքրիկ էկվիվալենտը կա մեր մանկական խաղեր ալբոմում Փակ շուրջ բարի երգն է։ Ազնվորեն ինձ ոգե շնչել է մի տող, մի փոքրիկ աբզաց, որտեղ 1914-13 թվին Կոմիտասը գրում է ազգին վիճակը։
Եթե ունեք Կոմիտասի հետ Խաչենցի publishing-ներից տպագրություններից այնտեղ կա։ Ուզում էի բերել, մոռացա։ Ու այդ շատ ինքը 100 տարի առաջ գրում է մի սիտուացիա, որը մենք այսօր ենք հայտնվել։ Բայց երբ որ ես zoom out եմ անում, ես տեսնում եմ, որ ոչ միայն մենք, որպես հայ ժողովուրդ ենք այդտեղ հայտնվել, բոլոր մարդիկ մոլորակում հայտնվել են նման տեսակի աներանելի սիտուացիայում, որտեղ իրանց պետություն ու ոչ մի բան իրանց ընկերը փորձում է չլինել։ Ամենտեղ։ Ու երկը սկսվեց դրա հետ։ Ես պատկերացրի, որ մեզ ենք դե տանում են մի հատ գրուզավիկի հետևը գծած մի հատ տարօրինակ տեղ կրակելու ու կողքից մի հատ մարդ նստած ու ասում է, գիտես, freak show ենք ապրում։ Սենց միշտ երբեմն պատկերացնում ես, քեզ տեսարանի մեջ երգի ինչ որ երգում ես ու փորձեցինք հավաքել, որ մենք նման ենք ոնց որ sheep-ը են ասում, sheep ոչխար, people մարդիկ, որ ոնց որ մարդիկ ոչխար մեզ նման տեսակի կառավարում են, որտեղ մենք չենք ուզում արթնանանք ու մեր գլխին ինչ ասես չենք բերում, ինչեւ որ մենք չենք տեսնում։ Որ վերջում տեսնում ենք էլ ոչ մի բան չեն կարող անել իրականում։ So երգը մի տեսակ է տա ու ասում է բարի դուստուր, տեսնում ենք ամեն ինչ կա, այս րոպեին մենք շարժվի։ Զարթնեք, մի հատ բարի այդ ապարի միջոցով քեզ բացի, որովհետև տրանսենդենս լինի, հոգևոր լինի, ամեն ինչ ստեղ է, ամեն ինչ քո ներսնել է ստեղ, հենց հիմա ստեղ է։ Չկա մի դուռ, որ ասես հա ստեղ փակեցի, գնամ այնտեղ ու կյանքս հեսան այս լավ լինելու, չի լինելու։ Սա դու քո մեջ է, հենց դու կարողացար քո դիմոններին հաղթահարես, խաղաղություն է գալիս։ Դու հաղթահարիր, ես հաղթահարեցի, բոլորս իրար հետ կարողացանք, ավելի լավ առողջ հասարակություն կունենանք։ Ու այդ էներգիան վստահաբար փոխանցվում է վարակիչ է, անպայման։ 24 թվականի սեպտեմբերի 18-ին եղավ ձեր մենահամերգը, որը էլի շատ սպասված էր շատ մարդկանց կողմից ու ձեզ համար էլ վստահ եմ, որ էմոցիոնալ օր էր ամեն դեպքում։ Խոսենք հենց այս համերգի մասին ու արդեն նաև շարունակականության մասին, 25-ին համերգների հետ կապված ինչ մտքեր կան։ Հենց հիմա մենք ալբոմի մեջ ենք, հենց հիմա մենք ստուդիայից ենք դուրս եկել ձայնագրությունների մեջ ու երբեմն ձայնագրությունների շրջանը ու համերգային շրջանը մի քիչ իրարից տարբերվում է, որտեղ արդեն տեխնիկապես լիք բաներ են փոխվում։ Հենց հիմա մենք պատրաստվում ենք այս ալբոմը վերջացնենք ու կարծում եմ հունիսից մենք սկսենք Երևանում արդեն նվագել, ստեղ ենք լինելու ու արդեն տեսնենք ամառը կլինեն համերգներ տարբեր, ասենց արդեն դրսում։ 25-ի համերգն էլ նոր թիմ, սկսեցինք նոր թիմի հետ աշխատել, վաղուց չէին կարել, այսինքն կազմակերպելուց բանից ամեն ինչ բռնած շատ մանրամասն թիմը եւ բոլորս այդ առումով ես օրինակ շատ տպավորված եմ ու կարևոր է, այսինքն հիմա շարունակենք աշխատել ու ինձ թվում է կունենանք նմանատիպ արդեն նորմալ նոր համերգներ։ Այո, անպայման։ Սուպեր։ Մանկական խաղեր ալբոմից քիչ խոսեցինք, սա խմբի 12-րդ ալբոմն է։ Այո։ Հիմա 12 ալբոմ է լուրջ թիվ է, ժողովուրդ, շատ լուրջ թիվ է ու կեսդարյա պատմություն է։ Լինում է որ նոր ալբոմ անեք ու դնեք մի հատ առաջի ալբոմից գաք, ասեք մի հատ տեսնենք, այս ինչ մետամորֆոզի է ենթարկվել, այս մյուզիկը ինչա տեղի ունեցել 50 տարում հայկական ռոքի հետ։ Այնքան է լինում, որ ամեն ալբոմից առաջ ասում են կարող է այս ուրիշ խումբ դառնա, որովհետև շատ տարբեր են։ Երբ որ ես բացում եմ առաջ ալբոմը, որը Quake-ն է, Ջագենց ալբոմն է, էլի Բամբիրու, որտեղ մենք նվագել ենք, բոլորս ունենք մասնիկը, ու լսում եմ այդ, ու լսում եմ մեր դղյակի պերիոդը, հետո լսում եմ մեր Սինայի խաղող ենք նվագում գիտուր, ու հիմա եմ լսում, կամ մանկական խաղեր ալբոմը, շատ իրարից տարբեր է, մեր նպատակն է եղել երբեք չնմանվել, երբեք չկրկնվել, այսինքն այդ բերում է քեզ ստեղծագործական մի ազատություն։ Չգիտեմ ոնց է, երբ որ Rolling Stones-ի պես միշտ սպասում են, որ դու Satisfaction-ը երգես, ժամանակին մեր հայկական պայմաններում բոլորը դղյակ էին մեզանից սպասում, մենք ելնում էինք ուրիշ բան ենք նվագում, ժողովուրդը տխրում էր, բայց սովորեցրեցինք, որովհետև երբեմն դու չգիտես, որ դու ես ուզում ես։ Հիմա ես քեզ մի բան եմ տալիս, դու եկել ես ուտելու, բայց ես նոր բան ունեմ սարքած, որը քեզ ավելի դուր կգա։ Իմ կարծիքով այդ ստիպումը հասարակությանը հանդիսատեսին առաջ շարժվել, նոր բաներ հայտնաբերել։ Փրկումը լճացումից։ Հա, լճացումից նույն երգը միշտ չենք լսում, որը շատ կարևոր է։ Հրաշալի։ Դղյակ սպասեք մոտակա ժամանակները։ Դղյակ կուսեմ դուք մի քիչ
երեքդ էլ խոսեք այսօրվա հայկական ռոքի մասին, կարգավիճակի մասին, որտեղ մենք ունենք շատ լավ սերունդ, նոր մարդիկ, ովքեր ունեն շատ հետաքրքիր ճաշակ, շատ լավ մոտեցում։ Ուսումնասիրում եք ինչա կատարվում, ովքեր են ի հայտ գալիս, ինչ նոր դեմքեր ունենք, ոնց կվելուց եք Վերջերս ուրու բենդ լսեցի, շատ դուրս եկավ, վերջի դուրեկացներից։ Ուրոն, Այո։ Ուրիշ չեմ ցայգի համերգ։ Ես կարող եմ ամեն սերնդից մի 10 հատ խումբ ասեմ, որոնք որ կարող են ու կարող են շատ կարևոր, այո։ Օրինակ հենց այս նոր սերունդից մենք ունենք ցայգ, ուրու, կանգար, կանգուն, ով կներեն իրանց անունները չեմ հիշի, ու sense լիքը խմբեր են գնում։ Մի քիչ սերունդ երև տեզերք ունենք, ռոզենտալ ունենք, այսինքն միշտ կա մեր մոտ այսպես ասած ռոքին ես ասում եմ ազատ երգի ժանր, որովհետև ռոքի մեջ չեք պատկերացնում Beatles-ի Eleanor Rigby-ին, որը ջութակներով երգա ու Black Sabbath-ը ու բոլորը մենք ռոք ենք համարում։ Ուրեմն ընդհանրական կարելի է ֆորմուլա տալ, որ ինքը ընդհանրապես ազատ երկարվեստի ժանր է, որ դու ուղղակի ինչ իդեա ունես, կարող ես վերես տնել։ Ու մենք բոլոր սերունդից ունենք ու շատ կարևոր է, որ հետ չի մնում։ Պես հիմա էլեկտրոնիկ էրա եկավ, հիմա շատ ունենք նաև էլեկտրոնիկ արտիստներ, հրաշալի է, բայց դա չի հետ ազդում, որ կենթանի խմբեր չունենանք։ Մեկ գնացեք Tone Lab, եթե ուզում եք նոր խմբեր զգաք, այնտեղ շատ են լինում նոր լավ երաժշտություն։ Այո։ Անպայման։ Միշտ իրանց պետք է նոր ստեղծող խմբեր, լավ միջավայր է։ Ես հենց երեք նայում եմ, որ Tone Lab-ը հրապարակել էր, որ այս տարի արդեն ունեցել են 10 կազմակերպված։ Այդ շատ լավ է։ Դες անկիտակից մենք ժամանակին ջագ ունենք։ Մենք մտնում ենք ջագը, տես երբեք չի եկել, այս նոտան ընդեղ արեք, բաման, տղեկ եկել, այստեղ համը հանիկ, ելեքստից գնացեք, բաման, մոտեցում ուրիշ է ջագը, մեզ տեստեր անում ենք, որ փոքր ենք, արդյոք մենք իրոք ուզում ենք այդ անել, այլ ոչ թե տղաների մա, բայց այդ որ մենք կանք ինչ գործիկ ուզում ենք մեր մոտ լինում էր, ես հիմա փորձում եմ հնարավորինս այս նոր խմբերին որ տեսնում եմ, իրանց ամենակարևորը պետք է մի քիչ ասած ավիուն դուղ, իրանց ասես որ հա, շարունակեք, ապրեք, ապրեք, այդ պետք է անել։ Ձեր նախավերջին աշխատանքը Lose Yourself երգն ու տեսահոլովակը, որը թողարկվել է ապրիլի 10-ին ու որը ֆանտաստիկ գործ է, շնորհավորում եմ ձեզ ու մեզ բոլորից, որ մենք ունենք նման գործ լոկալ արտիստներից, շնորհակալություն դրա համար, բայց շատ ուրախությամբ ուզում եմ նաև ասել, որ այս գործը հենց Rolling Stone ամսագրի կողմից ընդգրկվել է ապրիլ ամսին թողարկված ամենաթարմ ու ամենահետաքրքիր երգերի ցանկում, որը պետք է ավելացնել ձեր playlist-ում։ Ու առանց այս ինֆոյի մասին իմանալու, ես որ լսեցի այս գործը առաջին անգամ, ասում եմ այդպես համաշխարհային լեվելի գործ է, այս կարելի է այդպես հանգիստ քաշել ու դնել ամենավերևի տղեկի playlist-ի կողքը ու հանգիստ լսել ու վայելել, որն է գաղտնիքը, ոնց եք գտել այդ բանալին, որտեղ իսկապես մեծ շատ ուրիշ աուրա կա այդ ամեն ինչի մեջ։ Միտքս առաջինը բան եկավ, Ջորջ Մարտինը Beatles-ի պրոդյուսերը ասում է լավ production-ը, պոտենցիալ լավ երգը կարող է սարքել խիտ։ Երբ որ մենք տարիների ընթացքում ունեցանք նաև 17 թվականին Ամերիկայում նույն ուզում էինք իրագործել, բայց զգացինք քարակի շատ թանկ են ստում մեր վրա։ Ու այն որակի մասնագետները, որ մենք հիմա այստեղ արդեն ունենք, այնտեղ դու 2 տարի շուտ պիտի իրանց փնտրես։ Իսկ մենք քիչ-քիչ տարիների հետ մեր պես ոնց որ մենք ցեխերով անցանք նվագելով, տենց մեր հետ անցել են լիքը տեխնիկական մարդիկ, sound engineer-ներ, նկարողներ ու մենք հասկացանք, որ մենք կարող ենք հիմա մեր ներսում, մեր երկրում ունենալ մի հատ product, երգ, վիդեո, որը ոչ մի ձևի չի կարող բանանել համաշխարհային։ Ու մենք ընդմիշտ Մենք սերունդով սկսենք գիտակցել, որ մենք օգտվում ենք այս մոլորակից, մենք այս մոլորակի մասնիկ ենք ու մենք պարտավոր ենք որպես արվեստ ստեղծել այնպես մի բան, որ ցանկացած մարդու համար է։ Կապ չունի ճապոնացի է, ուզբեկ է, թե հայ է, թե վրացի։ Ու մեր արտիստները թող տենց մտածեն շատ էլի։ Ֆանտաստիկ։ Լավ, վերջին հարցը, եթե Բամբիրով մի ֆիլմ նկարեիք, տղեկ, ինչ ժանրում կլիներ այդ ֆիլմը։ Դոկումենտալ ինձ թվում է, բայց սյուրռեալիստական շեղումներով։ Մենք ահավոր շատ արխիվ ունենք, որովհետև ես եմ պահում այդ արխիվները, հիմնականում են մոտ սերիալ կարելի է նկարել։ Այդ միոնից կդառնա դոկումենտալ ֆիլմ կասետներով։ Մտածում ենք, շատ հետաքրքիր կլինի տարբեր թվականների բաները։ Ես կասեի տրագիկոմեդիա,
որտեվ ապրում ենք մի տեղ, որտեղ իր հետ ձեռք-ձեռքի բռնած կոմեդիան ու տրագեդիան քայլում են, մենք է Գյումրիից ենք, եթե հումորից զգացումը կորցնես, վերջ։ Դատարկություն, բախում։ Որտեղ Հաջան կինո։ հա կինո ասա։ Ժանր ասա։ Սերիալ։ Sitcom նկարեք բաները։ Դրեք շնորհակալ եմ շատ որ եկաք դեր, շնորհակալ եմ որ ձեր էներգիան բերեցիք ու կիսեցիք մեզ հետ։ Այսքանով մենք ձեզ դեռ բաց չենք թողնում, որտեղ ունենք ձեզ համար փոքր խաղ, բայց այդ մասին եւ դուք եւ հեռուստադիտողը կիմանանք կարճ դադարից հետո, այնպես որ մնացեք ներս։ Wow. What will you do when you get lonely? I know I'm waiting by your side. You've been running and hiding much too long. You know it's just your foolish pride. Layla, got me on my knees, Layla. I'm being very pleased, Layla. And tell me what you is my worried mind, yeah. Yeah, school que samargula. Voskalam, aram skalam. Մենք վերադարձանք եւ հիմա ժամանակն է հասկանալու թե այս մարդիկ ովքեր միասին կիսում են ստուդիա, միկրոֆոն ու բեմ ընկերություն են անում արդեն անհիշելի ժամանակներից, իրենց մեծերից ունեն մեծ ժառանգություն, ինչքան լավ գիտեն մեկը մյուսի սովորությունների կամ մասին կամ ինչքան են միանման մտածում։ Եվ դուք կհասկանաք վարքյաներ անց այդ մասին, խաղը կոչվում է Հարց լավագույն ընկերոջը։ Բռեք, եթե պատրաստ եք, սկսենք խաղալ Հարց լավագույն ընկերոջը։ Բացებ։ Գնացինք։ Ինչ կա սևարկ։ Առաջին հարցը։ Բարձրաձայն եմ կարդում։ Վարդան, եթե ճիշտ չասի, կասես։ Ես պատասխանելու եմ Լավ։ Վարդանի փոխարեն Այո։ այս հարցին։ Մի նայ Վարդան։ Եթե ես լինեմ Երևանի մետրոյի կայարաններից մեկը, ապա որ կայարանը կլինեմ։ Կանգնեմ նա։ Բաղրամյան։ Բարեկամություն։ Բաղրամյան կասեի։ Ճիշտ ասեցի։ Ասումցի Դավիթն էր կարել։ Չի։ Չէ, բայց եթե լինեիր, որը կլիներ։ Բաղրամյան համոզ է։ Խախան տեղեր սիրում ես ամենախախան։ Լավ այգում է շատ մակու։ Ֆոտով կարելի է Սիրաների այգինակողքը։ Կենտրոն։ Համաձայն եմ։ Համաձայն։ Հա, Բաղրամյան։ Բաղրամյան։ Շնորհակալ։ Գնացինք, Վարդան հիմա Մերսի, քո։ Նույնը կսեմ, նույնը կասեմ։ Չէ, հետ թող մնա։ Так։ Հիմա դու պատասխանում ես Արմանի փոխարեն։ փոխարեն։ Ինչ կա մեր բնավորությունների մեջ, որ նման է։ Օ, Արման։ Դու պետք է պատասխանես։ Ես պատասխանեմ։ Դու պետք է պատասխանես Արմանի Արմանի տեղը, փոխ- որը Վարդանին է պատասխանում, էլ։ Լուրջ է։ Ացես պատկերացու ֆրծրակ։ Հա, ֆրծրակ։ Քո Արմանի մեջ ինչ բան կա։ Ինչ նմանություններ կա, որ Արման։ Մենք մատ սերիա ունենք Խենթուկ ու Գժուկ անուն, հա, ինձ սելֆիներ ենք միշտ անում տարբեր սիտուացիաներում ու երբեք չգիտենք Խենթուկն ով է, Գժուկն ով է, էլի մեջ։ Չեք որոշել։ Չէ։ Իսկ մարդիկ որոշում են։ Սովորություն ունենք նույն նախադասությունը մեկը միար ժամանակ պատահաբար ասում ենք, որ մեկ հարցը տալիս ես ու Այ երևի է դա նման բնավորությունների մեջ։ մի օր էլ հերթ պայմանավորվել ենք իրար հետ, գալիս եմ նայում լրիվ բանը կանաչ շալվար եւ վերնաշոպիկները լրիվ նույն Իսկ գույներով։ կարող եմ ես լիստով պաստորեն ասել։ Հա, ձերը կոնկրետ իսկական ընկերության մասին է։ Դա զրիտ սեկցիայի բաներ կան, նյուանսներ կան փոքրիկ։ Բայց նմանությունները։ Okay. Նույն բանը Ես խոսում, նույն բանը բանը կա փոխարեն, չէ։ Այո։ Արի նարի։
Այս Նարեկի հետ կապ։ Իմ սիրելի թղթախաղը։ Նարեկի սիրելի Թութուն պատատել է երևի այդ ամենաթղթին կապված բանը Նարեկի հետ, որը Նարեկի թղթի հետ լավագույն խաղը, որ կարելի է անել։ Երբեմն ընկերները որ նստում ենք պոկեր բան խաղալու, Նարեկի հետ առանձնապես սեր չունի թղթախաղերի, բայց երևի պոկեր ամենա հարազատն է, չէ՞։ Առաջին տարբերակը Պոկեր։ Դա մեր վերջնական տարբերակն է։ Մի պտույտ էլ գնա։ Մի պտույտ էլ սիրեց այս խաղը։ Այս արկղը հետները։ Հետ ստանալիս ուզում իրան։ Լավ, ահա։ Եթե ես լինեի քրական կերպար, ապա ով կլինեի։ Դրական Մետրոն ինչի։ Զորի Միրո։ Չեմ ասում։ դրական Որպես Լորեցի։ Ես Լորեցի որպես մի կերպարի կտայի, օրինակ Սոս Սարգսյանն է տես դերեր խաղում, բան, օրինակ Վարդանի շատ մեկ սազում է, որ sense խոսում է, բան, sense լորվա կամ մենք ենք մեր սաղերից, բան, ինչ մի կերպար կլներ, sense ֆոլկլորն էլ։ Օրինակ։ Դրա համար ասցի Զորի Միրո։ Համաձայն եմ, ապո ջան։ Ապո ջան, համաձայն եմ։ Կարևորը համաձայն է։ Հիմա։ Okay։ Ո, որ երկն է մտքիդ գալիս, ինձ հիշելիս։ Քո տեղը պիտի պատասխանեմ, չէ՞։ Իսկ ես որ քեզ հիշում եմ, ինչ երկու մտքից գալի։ Լուրջ ես ասում։ Հակո Ալա Պուգաչովայով։ Ալա Պուգաչովայով։ Ո, Էհե մամալամբերամբեյ։ Ռոմբերամբեյ։ Այդ մենք բոլորս իրար հիշել։ Led Zeppelin Black Dog։ Black Dog-ը։ Էլի ճիշտություններ։ Եվ վերջինը։ Վերջի Դուխտա։ Իմ մեքենայի, ինչ մեքենայի հետ ես ինձ ասոցացնում։ Աշխատող։ Նարեկին ավելի վեն։ Հենց մեջը կորձիկներով։ 7 տեղանոց։ Հա, լավ չէ, հարմարով է, ոչ մեր Իռլանդիայի վենը չէ, ավելի կոմֆորտի։ Խմբի մեքենա։ Խմբի ման։ Այսինքն վեն, էլի մեծ մեքենա պատկերացնի։ Ես էլ եմ պատկերացնում, ուղղակի չեմ քշում։ Մուլտի հնարավորություններով։ Այո, քանելու տեղով, բանով, տուր անելու համար հարմար։ Որ գնանք ավտոբուս կազել, տուր Դե մյուս ինտերվյուին ձեզ սպասում եք վենով։ Շնորհակալություն, որ ներսում եք, շատ ուրախ եմ զրույցի համար, շնորհակալ եմ ձեր շատ դրական լիցքերի ու էներգիայի համար ու շնորհակալություն այն ամեն ինչի համար, ինչ որ դուք անում եք այդ բոլորիս համար իսկապես շատ կարևոր ու արժեքավոր է։ Շնորհակալ եմ անգամ էլ որ ներսում եք։ Շատ լավ։ Այսօր մեր բեմում ջերմության ու ռոքի մի հատ զուլում էր, բամբիրներ ներսում, եւս մեկ անգամ ասում եմ շնորհակալություն տղերքին իրենց ֆանտաստիկ էներգիայի համար, շնորհակալություն վինդեմ կոնյակին, որ միշտ մեր կողքին է եւ ձեզ մեր հավատարիմ հանդիսատես։ Թող ձեր կյանքում միշտ լինի ռիթմ, հնչի իրականությունը ու ամեն օր ունենա իր ռոքը։ Հանդիպելու ենք շատ շուտով նույն ժամին, նույն տեղում, բայց դաթարից հետո բեմը հարթակը բամբիրինն է, լսեք նոր, թարմ ու ֆանտաստիկ գործ Trance and Dance։ Բարի գիշեր։ A freak show.